Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը պատասխանել է նայիրիցիների բացնամակին։ Կառավարության առջև հավաքված գործարանի նախկին աշխատողները նշում են, որ իրենք դեռ անցած տարի դիմել էին Կարապետյանին հեծի դատական հայցը, որով վերջերս նայիրիտը սնանկ ճանաչվեց, կասեցնելու համար։ Նամակից մեջբերումներ անելով նրանք ասում են, իր պատասխանում Սամվել Կարապետյանը շեշտել է այն փաստը, որ հեծը դատարան է դիմել դեռ 2015-ի ապրիլին, իսկ Տաշիր գրուպն այն գնել է ավելի ուշ։ Սամվել Կարապետյանը ասում է, որ գործող օրենսդրությամբ սնանկության հետագա գործընթացը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով։ Ուղղություններից մեկն օրինակ սնանկության գործով կառավարչի կողմից իրականացվող հնարավոր առողջացման ծրագիրն է։ Հնարավոր, բայց արդեն սնանկ են ճանաչել եւ հետո ինքը իրավասու չէ սա ասել։ Սա ինքը կարող է ուղղակի ենթադրել, բայց ինչ կլինի, նա չի կարող ասել։ Նամակի պատասխանից նախկին նայիրիցիները չեն հուսալքվել, նրանց պահանջն այսօր էլ երբեմնի քիմիական հսկան վերագործարկելն է։ Համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի խոսքով այդ գործում Տաշիր գրուպը որպես հեծի սեփականատեր չի միջամտելու։ Սա իր նամակում վստահեցրել է Կարապետյանը։ Վերջում Սամվել Կարապետյանը ասում է, անկախ հետագա զարգացումներից համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից հավաստիացնում եմ, որ Տաշիր ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի նայիդ գործարանի հնարավոր առողջացմանը։ Նամակում տեղ գտած պատասխանը բավարար չհամարելով նախկին աշխատակիցներն առաջիկա օրերին կրկին դիմելու են Սամվել Կարապետյանին։ Բովանդակության մասին առայժմ չեն մանրամասնում։ Հիշեցնենք, որ գործադիրը նայիրիտը վերագործարկել ցանկացող ներդրողների համար մրցույթ է հայտարարել մինչև հունվարի 20-ը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի մամլոք-քարտուղար Վասակ Թարփոշյանը ազատության հետ զրույցում փոխանցեց, որ դեռ ներկայացված հայտեր չկան։ Իսկ մինչև այդ նախկին աշխատակիցներին նոր դատական նիստեր են սպասվում։ Այս անգամ հայցվորն իրենք պահանջում են անօրինական ճանաչել այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են հրաժարվելով տույժ տուգանքներից աշխատավարձը ստանալու համար։ Պնդում են, թե իրենց խաբել են, խոսք տալով, որ գործարանը նորից կաշխատի։ Երևան Զաքարյանը դուրս եկավ, մեզ ասաց, խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը ձեր աշխատավարձը բոլորը կստանաք։ Հետո անցնում է մեկ շաբաթ, մեզ պայմանագիր են բերում, որ պետք է ստորագրեք։ Եթե չստորագրեք, գումար չեք ստանա, ոչ աշխատավարձ, ոչ տոկոս։ Շանտաժ են ենթարկում մեզ։ Ժողովուրդը ստիպված գիտեն նայիրիցիների վիճակը, ինչ վիճակի մեջ էին, տոկոսների տակ ժողովուրդը աշխատավարձ չէին ստանում ամիսներով, տարիներով։ Ստիպված ստորագրեցինք պայմանագիրը։ Հիմա մենք պահանջում ենք մեր դուժտուգանքները։ Իմում ենք դատարան, որ մեզ խաբել են, շանտաժ են ենթարկել, դիմում ենք դատարան, որպեսզի մեր դուժտուգանքները ստանանք։ Ժողովուրդը անպայման պետք է դատարան դիմի իրենց փողերը ստանալու համար։ Ընդհանուր առմամբ քանի հոգու գումարի մասին է խոսքը գնում։ 2200 հոգու գումարի մասին է խոսքը։ Առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին։ Նայիրիցիներն ասում են, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը 25 հայցից առայժմ ընդունել է միայն 3-ը։